Այսօր գիտեք, հաղորդության պաշտամունքա ծառայությունա խոսքը բնականաբար պիտի հետողությամբ լինի, բայց այսօր իմ խոսքը ես սենց եմ վերնագրել ցանկապատը մի քանդիր։ Ուրեմն ուզում սկսեմ Հոբի գրքից, հենց սկզբից։ Հույս երկրի մեջ Հոբ անունով մի մարդ կար, այն մարդը կատարյալ ու արդար եւ աստվածավախ էր ու չարությունից ետ էր քաշվում։ Նրան 7 տղա եւ 3 աղջիկ ծնվան։ Նրանց ստացվածքն էր 7000 ոչխար, 3000 ուղտ, 500 զույգ ես, 500 մատակեշ եւ խիստ շատ ծառաներ։ Այդ մարդը բոլոր արևելցիներից մեծ էր։ Նրա տղաները գնում էին ու ամեն մեկը իր տները հաց էին ուտում եւ մարդ էին ուղարկում իրենց 3 քույրերին հրավիրում էին, որպեսզի իրենց հետ ուտեն եւ խմեն։ Երբ հացկերության օրերը լրանում էր, Հոբը կանչել էր տալիս նրանց եւ նրանց սրբում էր եւ առավոտ կանուխ ելնում էր եւ նրանց ամեն մեկի թվով ողջակեզ էր մատուցում, որտեղ ասում էր. կարելի է տղաներս մեղ գործած լինեն եւ սրտների մեջ Տիրոջը հայրված լինեն։ Միշտ այսպես էր անում Հոբը։ Արդ մի օր Աստծո որդները գնացին Տիրոջ առջև կանելու, Սատանան գնաց նրանց հետ կանելու։ Տերն ասեց Սատանային. որտեղից ես գալի։ Սատանան պատասխան տվեց Տիրոջը ասեց. երկրի վրա շրջելուց եւ նրա վրա պտտելուց։ Տերը Սատանային ասեց. իմ Հոբ ծառային լավ ուշադրություն դարձրիր, երկրի վրա նրան պես կատարյալ, արդար, աստվածավախ եւ չարությունից ետ քաշող մարդ չկա։ Սատանան պատասխան տվեց Տիրոջը ասեց. միթե Հոբը ձրի է քեզ պաշտում, չէ որ դու նրան եւ նրա տունը եւ նրա ամեն ունեցածի շուրջը ցանկով պատեցիր, նրա ձեռքերի գործերը օրհնեցիր եւ նրան ստացվածքը երկրի վրա շատացավ։ Հիմա ձեռքդ մեկնիր եւ դպցրու նրան եւ մի տեսնես թե ինչպես քեզ կհայոյի։ Տերն ասեց Սատանա, հա, այն ամեն ունեցածը քո ձեռքն եմ տալիս, միայն թե իր վրա ձեռք չերկարացնես։ Այն ժամանակ Սատանան Տիրոջ առջևից դուրս եկավ։ Տեսեք, այստեղ Հոբի մասին վկայում է, որ կատարյալ էր, չարությունից հետ էր քաշվում, աստվածավախ ու արդար էր։ Գիտեք, Աստված ամեն մարդու շուրջը ցանկ չի դնում, որտեղ մարդիկ կան այդ ցանկը անդադ քանդում են։ Աստված դնում է ցանկ իրան վախեցողների, իրան սիրողների շուրջը, իրան հավատացողների շուրջը։ Այստեղ մենք տենում ենք, որ Հոբի մասին վկայություն կա հենց անձամբ Աստծուց երանային մարդկանց, որտեղ իրանց մասին բարի կվկայի, որովհետև մեր վերջնական գնահատական Աստված է տալու։ Գրված ասում է վերջում գովասանք Աստծուց պիտի լինի։ Վերջնական գնահատականը, թե լավը, թե վատը Տերն է տալու։ Բայց դեռ նայում ենք, որ Սատանան իր սատանատեղով Հոբին չէր կարող մոտենալ։ Գիտեք, այդ հոգևոր աշխատում չգիտեմ ցանկը ոնց է երևում այդ ցանկապատը, բայց Սատանան տեսնում էր այդ ցանկապատը ու չէր կարողանում այդ ցանկապատը ճեղքեր, անցներ։ Ինքը Հոբին միշտ է ուզեցել վնասել, որտեղ Սատանան չի սիրում աստվածապաշտ մարդկանց։ Որտեղ գիտի, որ աստվածապաշտ մարդիկ ծնում են աստվածապաշտ մարդիկ։ Հավատացյալները ծնում են հավատացյալներ։ Դրա համար ինքը այդ ցանկապատը դրել էր, որ չկարողանա ինքը Հոբին մոտենալ։ Իր ամբողջ ուժով իր զորությունով ցանկապատը չէր կարողանում քանդել։ Ու ասում է ցանկապատ է դրել նրա տան եւ նրա ունեցվածքի վրա։ Գիտեք, այսօր հավատացեք չկա երկրատես մի մարդ առանց Քրիստոսի, որ Սատանան իշխանություն չունի իր վրա։ Մարդիկ ուղղակի չգիտեն, տեղյակ չեն հոգևոր աշխարհից, տեղյակ չեն, մարդիկա տեղյակ չեն, որ Աստված կա, Սատանա կա, տենց ապրում են, մտածում են, իրանք են իրանք գլխիտերը, իրանք են ինչ ուզում անում, բայց չեն հասկանում, որ ներգործության տակ են, չեն հասկանում ում իշխանության տակ են, չեն հասկանում իրանց հետագան ինչ է լինելու։ Գիտեք, չկա մի մարդ, որ առանց Հիսուսի կարողանա ինքը Սատանայի դեմարդեմ կանգնել։ Չկա մի մարդ առանց Քրիստոսի, որ կարողանա ինքը իրան պաշտպանել առանց Քրիստոսի։ Որովհետև Սատանան ընդհանրապես հրեշտակները գրված է շատ ավելի կարող են զորությունով մարդկանցից։ Իրանց կարողությունով շատ ավելի մեծ են մարդկանցից։ Սատանան դրանց որպես գլխավոր։ Բայց երբ որ մարդը ցանկապատի մեջ է, անկախ նրանից այդ մարդու կարողության չափը ու անկախ նրանից չարի կարողության մեծությունը, չի կարողանում այդ մարդուն կպնել, որովհետև այդ մարդը ցանկապատի մեջ է։
Հոբը ցանկապատի մեջ էր։ Գիտեք, Հոբի կյանքում զարմանալին այն չի, որ շատ երեխեք ուներ կամ շատ ունեցվածք ուներ։ Հոբի կյանքում զարմանալին է, որ այդ ամեն ինչի վրա վնաս չէր լինում, որովհետև ցանկապատ կա։ Այսօր գիտեք, այնքան կարևոր է, որ մենք մնանք ցանկապատի մեջ։ Այդ ցանկապատը չհասկանանք, էլ այգիներ կողորելմամբ, պրովուրկեքով կամ փետերով կամ չգիտեմ բետոնից, հոգևոր պաշտպանություն, որը դրված է քո շուրջը։ Գրված է Երուսաղեմի 4 կողմը սարեր կան, ասում այնպես էլ Տերը իր ժողովրդի 4 կողմն է այսուհետև մինչև հավիտյան։ Ժողովուրդ, մենք չենք տենում։ Մենք ուղղակի պիտի հավատանք ու վստահ լինենք, որ մենք ցանկապատի մեջ ենք։ Մենք ուղղակի պիտի հասկանանք, վստահ լինենք Աստծո խոսքից, որ մենք ցանկապատի մեջ ենք, դրա համար չարը չի կարողանում մեզ հարվածել, չի կարողանում մեզ մոտենալ, որովհետև մենք ցանկապատի մեջ ենք։ Տեսեք, երբ որ Տերը թույլ տվեց, որ ասես գնա, քո ձեռքն եմ մատնել։ Տեսեք ինչ է կատարվում։ Մի օր Հոբի տղաներն ու աղջիկները իրենց մեծ եղբոր տանը ուտում էին եւ գինի էին խմում, մի պատգամաբեր եկավ եւ ասեց. Երբ եզները հերկում էին, մատակեշերը նրանց մոտ արածում էին, արևելցիները հարձակվեցին եւ նրանց առին եւ ծառաներին սուրի բերանով անցկացրեցին։ Եզներն ու էշները, ասում են, իրանք արածում էին, հարձակվեցին ու իրանք սաբայացիները, իրանք սպանեցին, իրանք վերցեցին, ավարը վերցեցին, ծառաները սպանեցին։ Ինչ կատարվավ։ Մինչև այդ ժամանակ այդ նույն ծառաներն տանում էին այդ հոտերը, բայց այդ հոտերի ոչ մի սաբայացի չէր հարձակվում։ Այդ հոտերի վրա ոչ մեկ չէր կարող հարձակվել, չէր կարող վերցնել իրան ու ոչ մի ծառայի սուրով չէր կարող սպանել, խի, որովհետև պաշտպանության տակ էին։ Նույն տեղերն էին տարել արոտ։ Դե չէ, այդ անգամ տարբեր տեղ էին տարել։ Բայց եկան զարկեցին, որովհետև պաշտպանությունը վերցված էր։ Ասում մենակ ես մնացի, որովհետև քեզ իմացնեմ։ Երբ նա տակավին խոսում էր, ուրիշ մեկը եկավ եւ ասեց. երկնքից Աստծո կրակը իջավ եւ հոտերն ու ծառաները այրեց եւ նրանց սպառեց եւ միայն ես մնացի, որ քեզ պատմեմ։ Այստեղ ծառան ասում Աստծո կրակը, բայց իրական դա Աստծո կրակը չէր, որովհետեւ գրված է, որ վերջի ժամերում երկնքից կրակը իջացնի մոլորեցնելու համար մարդկանց։ Տես նույն ծառաները, նույն հոտերը։ Մեկ էլ կրակ է իջնում, չգիտեմ, մատ աղետ է պատահում, բոլորը մահանում են, հոտերը սատկում են, ինչն է պատճառը, որովհետև ցանկապատը քանդվել էր։ Տերն ասես գնա, այդ ամեն ինչը քո ձեռքն եմ տալիս։ Երբ նրանք խոսում էին, ուրիշ մեկը եկավ եւ ասեց. Քաղդիացիները 3 գունդի բաժանված ուխտերի վրա հարձակվեցին եւ նրանց առին եւ ծառաների սուրի բերանով անցկացրեցին։ Միայն ես ազատվեցի եւ եկա, որպեսզի քեզ պատմեմ։ Նույնը տեսեք, նույնը կատարվում է, որ քաղդիացիները հարձակվեցին, ընդես սաբայացները, թե քաղդիացիները 3 գունդի բաժանված ծառաներին սպանեցին, ուխտերը վերցրեցին։ Խի, որովհետև ցանկապատը էլ չկար։ Գիտեք, երբ որ ցանկապատը էլ չկա, չարը մոտենում է։ Բայց քանի դու ցանկապատի մեջ ես, քանի դու Աստծո պաշտպանության տակ ես, Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը նրա հովանավորության տակ պիտի հանգստանա։ Փառք Տիրոջը, որ մեր Տերը մեր հովանավոր Տերն է։ Մյուս ասում է, երբ որ նա խոսում էր, ուրիշ մեկը եկավ եւ ասեց. Երբ տղաներդ ու աղջիկներդ մեծ եղբոր տանը ուտում էին գինի են խմում, ահա անապատից մի քամի եկավ եւ այնպես զարկեց տանը, որ նրանց վրա փուլ եկավ։ Միայն ես եմ ազատվել եւ եկել, որպեսզի քեզ պատմեմ։ Տեսեք, ստեղ Աստված Հոբին լավ ճանաչելով, ստեղից կարանք հասկանան, որ սատանան մարդկանց այդքան լավ էլ չի ճանաչում։ Աստված է հիմնականում, որ սրտակետ Աստված լավ գիտի ամեն մեկին։ Ասում են նա, որ խոսում էր, վերջացնում էր, եկավ ասեց, որ 10 երեխեքդ էլ մահացան, տունը քանդվել է վրները։ Սատանայի կազմակերպած չարությունը իրար հետևից ամեն տեղը մի ծառայա թողել, որ այդ մի ծառան գա լուրը բերի։ Ունենց է կազմակերպը, որ մեկը խոսալը հլը չվերջացած, մյուսը կա խոսալ, մեկը չվերջացած, մյուսը կա, որ Հոբի վերջնականապես ջարդի, որ Աստծուն ապացուցի, որ տեսար, որ Հոբը այդ մարդն էր։
Այն ժամանակ Հոբը ելավ, պատմուճանը պատրեց եւ իր գլխի մազերը կտրեց եւ գետնի վրա ընկնելով երկրպագություն արեց ու ասեց. Մորս արգանդից մերկ ելա եւ մերկ պիտի դառնա։ Տերը տվեց, Տերը առավ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այս ամեն բանի մեջ Հոբը չմեղանչեց եւ Աստծո դեմ անձնամություն չարեց։ Տեսեք, ժողովուրդ, ստե մի հատ կարևոր միտք եմ ուզում ասեմ, որ Սատանան այն չափով հարվածեց, ինչ չափով որ Տերը իրան թույլ տվեց։ Այս էլ մենք իմանանք, որ Սատանան ավել բան չի կարող անել։ Հիմա երկիրը ինքը գործում է չարություն այն չափով, ինքը իրականում ավելի չար է։ Ինչքան որ հիմա գործում է, ինչքան որ հաջողվում է, ինքը իրականում ավելի շատ բան է ուզում անի, բայց արգելված է իրան։ Ինքը չի կարող, որովհետև Տիրոջ կողմից արգել կա դրված։ Այդ ամեն ինչը արեց, բայց չկարողացավ Հոբին կպնել, որովհետև արգելված էր։ Չկարողացավ Հոբին հիվանդությունը զարկել։ Տեսեք, ցանկապատ կա, որ Տերը թույլ է տվել ժամանակավոր քանդվել։ Այս Հոբի օրինակը մի մտածի, որ բոլորը պիտի կատարվի, էսի Աստված բոլորի չի կարող, որովհետև այս փորձությունը ամեն մարդ չի կարող անցնել։ Այս ցանկապատը, որ Աստված թույլ տվեց, բայց գիտեք ցանկապատ կար, որ Հոբը կարող մնացածն ինքը քանդեր, բայց ինքը չքանդեց։ Ինքը կարող ասուն անիծեր, ոնց որ կինը ասեց հայոյեր, ինքը կարող խռովեր Աստծուց, ապստամբեր Աստծու դեմ, հրաժարվեր Աստծուց, բայց ինքը ինչ արեց այդ ամենից հետո։ Այսինքն մի անհասկանալի բան է, ասենց հեշտ է երևում, բայց անհասկանալի բան է։ Այդքան արհավիկներից հետո ասում է Հոբը երկրպագեց Աստծուն ու ասեց թող օրհնյալ լինի նրա անունը։ Տերը տվեց, Տերը վերցրեց։ Մերկ եկել եմ, մերկ էլ գնալու եմ։ Օրհնյալ լինի իրոք Աստված, որ ունեցել է այս մարդիկ։ Բայց տեսեք շարունակությունը։ Ուրիշ մի օր Աստծո որդիները գնացին Տիրոջ առջև, Սատանան էլ գնաց նրանց հետ։ Տերն ասեց Սատանային, որտեղից ես գալի։ Սատանան պատասխանեց եւ ասեց. եկի վրա շրջելուց եւ նրա մեջ ման գալուց։ Տերը Սատանային ասեց. իմ Հոբ ծառային լավ ուշադրություն արիր, երկրի վրա նրա պես կատարյալ, արդար, աստվածավախ եւ չարությունից ետ քաշող մարդ չկա։ Նա տակավին իր կատարության մեջ հաստատ է, թեև դու ուզում ես ինձ համոզես, որ նրան զուրտեղը կորցնեմ։ Տեսեք, այն վկայությունը, որ Աստված տվեց Հոբի համար, մինչև ամեն բան կորցնելը, որ ուներ ամեն բան։ Իր ունեցվածք, իր երեխեքը, Աստված նույն վկայությունը տալիս է Հոբի մասին, այդ մեծ փորձությունից հետո, որ ասում են, տեսար լավ ուշադրություն դարձ, որ նորից ասում են, նրան նմանը չկա երկրի վրա։ Հասկանում եք ժողովուրդ, այն որ մենք հավատքի մեջ ենք, դա շատ լավ է, եկեղեցու մեջ ենք շատ լավ է, բայց երբ որ կյանքում մի հատ փորձություն է գալիս, դրանից հետո Աստված կամ եկեղեցին քո մասին վկայություն է տալիս, որ դու մնացել ես նույնը, այդ փորձից անցար, բայց դու եկեղեցու մեջ ես ծառայությունը չթողեցիր, Աստծուն չուրացար, ներսդ խռովությունով չլցվեց, Աստծո դեմ ապստամբությունով չլցվեց, անհնազանդությունով չլցվեց, նորից վկայություն կա քո մասին, որ դու նորից նույն Աստծուն սիրող մարդ ես։ Այդքանը կորցնելուց հետո վկայություն է տալիս, ասում է, տեսար իմ Հոբ ծառային, 4 բան են վաղ դեր ասել, 4 բան հիմա նորից ասում է, նրա պես կատարյալ, արդար, աստվածավախ, չարությունից ետ քաշող մարդ չկա։ Այսինքն այն ցանկապատը, որ Հոբը պիտի քանդեր, իր ու Աստծո հարաբերությունը քանդեր, որ օծը նրան խայթեր, արդեն Աստծուց հարցնելուց զատ, որտեղ թե Աստծուն հարցնելով է թույլ տալով է զարկում, բայց գիտեք, բաներ կա, որ Աստված էլ Սատանան էլ Աստծուց չի հարցնում, եթե մարդը դուռ է բացում, ինքը հարվածում է, առանց Աստծո հարցնում, որտեղ երբ որ մարդը մեղքի մեջ է, ինքը դրանից իրավունք է ստանում։ Երբ որ մարդը ցանկապատը քանդում է, Սատանան արդեն օրինական իրավունք է ստալի։ Տիրոջ արդարությունը քոնն է, չարությունն էլ ինքն է։ Դուռը բաց է արդարության համար, Տիրոջ տերն է մոտ գործում։ Չարության համար Սատանան արդեն դոստուp ունի։ Բայց Հոբը այդքանից հետո դուռ չբացեց չարի համար եւ իր ցանկապատը չքանդեց։ Հետո նայում ենք մի հատ ուրիշ ցանկապատի, ոնց որ իմաստել է թույլ տալի Աստված, որ Հոբին զարկի արդեն հիվանդություններով, գրված է գեշ պալաներով։ Դե հասկանում ենք, եթե Սատանան է զարկել էր, որ արդեն Աստծո հետ մտել է, ոնց ուզում Աստծուն ապացուցի, ոնց կա գրված է ոտքի թաթից մինչև գագաթը սաղտեղ չկար։ Երևի ինչ հիվանդություն կար լցել էր Հոբի վրա։
բայց այդքանից հետո չմեղանչեց ու ցանկապատը չքանդեց։ Գիտեք, դրա համար Աստված կարողացավ օրինական ճանապարհով, իրավունքով նորից Հոբի կյանքը վերականգնի ու կրկնակի օրհնություն տա։ Ժողովուրդ, նորից եմ ասում, մեր մեջ չկա մեկը, որ կարողանա առանց Աստծո կանգնի չարի առաջ։ Բայց ասում Մահվան հրեշտակ դարձել, որ դրան վրա արյունը տեսնում էր, այդ տան մեջ մուտք չէր կարողանում գործել, խի, որովհետև ցանկապատ կար։ Արդեն դե չի խոսում տան միջի ապրող ինչքան լավ մարդ էր, դրա համար չէր կարողանում մուտք գործել։ Որտեւ նայում ենք այդ նույն եգիպտացիները անապատի մեջ Աստծո դեմ մեղանչեցին։ Ու այդ սերունդից երկու հոգի մտավ խոստացված երկիրը։ Բայց քանի որ արյունը քսված էր դռների վրա, ցանկապատ կար, Մահվան հրեշտակը ներս չէր կարող մտնել։ Ու մի հատ պատվեր կար՝ տնից դուրս չգաք։ Տնից դուրս չգաք, տնից դուրս եկար, ոչ արյունը օգնելու, ոչ էլ Աստծո խոսքն օգնելու։ Որտեղ Մահվան հրեշտակը ում տնարյա ճանապարհին սրբելու էր տանը։ Մինչև առավոտ գրված է, տնից դուրս չգաք, մինչև առավոտ։ Գիտեք, ինչ որ իմաստով էլ մենք, որ ասում է գալու է մեր են լուսածակը, որ ասում է լուսաբերը պիծակի, այն արդարության արեգակը, որ Քրիստոսն է։ Ասա մինչև առավոտ, մինչև իր գալը տնից դուրս չգաք։ Այս երկրի վրա քանի ապրում են, դու ցանկապատի մեջ պիտի մնաս։ Այդ ցանկապատի մեջ մնալը մի օր չի, երկու օր չի, մի շաբաթ չի։ Քո կյանքի բոլորերում դի մնաս ցանկապատի մեջ։ Որպեսզի Մահվան հրեշտակը չէ, Մահվան հրեշտակների լեգիոնները կողքովդ անցնեն, իրանք չունեն այդ կարողությունը շրջանցելու Աստծո ցանկապատը։ Այդ գիտես ինչ եմ, հաստ պատ։ Հիմա այստեղ մեր միջի ամենաուժեղ տղամարդն է, որ դուս գայս պատ ուզենա պատով անցնի չի կարող, որտեղ այդ իր ուժերից վեր է։ Այդտենց Աստծո պաշտպանության, թեկուզ չարը Սատանան իր զորությունով հանդես, որ գալի հանդիպում Աստծո պաշտպանությանը, երբ որ գալի հանդիպում Քրիստոսի արյան, ինքը չի կարող դրանից անցնի։ Որովհետև այդ արյունը գրված է սուրբ, անբիծ, անարատ արյուն է, որտեղ ինքը այդ արյան վրա ոչ մի մեղադրանք չունի։ Այդ արյան մեջ չկա մի բան, չկա մեղքի նշույլ, որ ինքը դրանից ասի ես կարամ շրջանցեմ, որտեղ մեղք կա, ճանապարհ կա իմ համար։ Մեղքն է, որ իր համար ճանապարհ է բացում։ Բայց այդ արյունը սուրբ արյունը դրա իր դեմը կանգնում է։ Այսօր մեծ ցանկապատ ամեն մեկից վրա կա։ Բայց գիտեք, Սատանան չի կարող քանդել այդ ցանկապատը, Աստված էլ չի ուզում վերցնի քորած այդ ցանկապատը։ Այդ ցանկապատը մի հոգի կա քանդող, դա դու ես։ Սատանան ասում չի կարող քանդել ցանկապատը։ Այդ ցանկապատը մենակ կարաս քանդես դու։ Քո կամքով գրված ասում ով որ ցանկապատը քանդի, օծը նրան կգցի։ Այսինքն ցանկապատը կարա մարդը քանդի։ Բայց ասում երբ որ դու ցանկապատը քանդում ես, օծը հենց այնտեղ սպասում է։ Օծ որ ասում ենք, այս մեր իմացած օծերը չէ։ Որտեղ այդ օծերը, գիտեք, ցանկապատի ներսում էլ են լինում, դրսում էլ են լինում։ Օծերը մի հատ հատուկ տեղ չունի, նրանք տեղ են լինում։ Խոսում է թշնամու մասին, երբ որ դու Աստծո ցանկապատի դուրս ես գալի, օծը քեզ կխայթի։ Հովհաննեսի թղթերի մեջ գրած ասում է, ով որ Աստծուց ծնված մեղ չի գործում, եւ ով որ Աստծուց ինքը իր անձը պահում է, չարը նրան չի մոտենում։ Տեսեք, ասում ով որ Աստծուց ծնված մեղ չի գործում, ով որ Աստծուց ինքը իրան պահում է, չարը նրան չի մոտենում։ Մենք շատ ենք խոսում, որ Աստված պահի մեզ, ճիշտ է, բայց մյուս կողմը կա, որ դու պիտի քեզ պահես։ Ոչ թե դու քո կյանքն ես պահում, դու քեզ պահում ես Աստծո մեջ։ Դու քեզ պահում ես Աստծո կամքի մեջ, Աստծո սրբության մեջ, Աստծո խոսքի մեջ։ Երբ որ դու քեզ պահում ես, չարը չի կարա մոտենա, չի մոտենա, որտեղ իր դեմ արգելք կա դրված։ Ով որ ինքը իրան պահում է, Աստծո պաշտպանությունը իր վրա է։ Կորինթացիների եկեղեցում գիտենք, շատ կարդացված է, ասում է ձեր մեջ ոմանք հիվանդ են, ոմանք ցավագար են, ոմանք էլ ննջել են արդեն։ Հասկանում ենք ու ասում է դրա համար էլ հիվանդ, ցավագար ննջել են։ Դրանից վերև գրված է, որ Տիրոջ մարմնի իմաստը չեն հասկանում, չեն որոշում, ու մի չէ, որ վերևեթում ես հաղորդության տոնը սարքել են ուտել խմելու տոն, ասում է ձեր մեջ բաժանումներ կա, վերջը լիքը մեղքերով ընդունում էին հաղորդություն, սխալներով ընդունում էին հաղորդություն, այդ պահին բան չէին անում։ Շատերի մոտ թյուր կարծիք կա, էլի որ հաղորդությունը, որ սխալ ընդունեցի, սա Աստված sense տեղում կզարգի, դες բան չկա։ Բայց ես սխալ ես ընդունում, դու հետևանքներ ունեն ես քո կյանքի մեջ։ Նաև որ ճիշտ ես ընդունում, ոնց որ Աստծո խոսքն ասում, գալիս ես ուղիղ սրտով, նորից օրհնության հետևանքները քո կյանքի մեջ երևում է։ Որտեղ ինքը անվանվում է օրհնության հաց, օրհնության բաժակ։
Ասма ձեր մեջ կան հիվանդներ, ցավականներ, շատերը ննջել են, խի, որովհետև մարդիկ կային ցանկապատը քանդել են։ Աստված Աստծո կամքը չգիտենք հիվանդությունը, ցավը ցավակարությունը, Աստծո կամքը չի, վաղաժամ մահերը Աստծո կամքը չի։ Բայց երբ որ մարդը ցանկապատը քանդում է, այն ինչը որ Աստծո կամքը չի, քո կյանքում կատարվում է, բայց Աստծո կամքը չէ։ Ամեն ինչ որ մեր պատամը դա Աստծո կամքն է, ոչ էլ Աստծո թույլատրությունն է։ Մենք ասում ենք, չէ, Աստված թույլ տվեց, չէ, Աստված թույլ չի տալի ոչ մեկին մեր գործել։ Այսի մի քիչ այս արտահայտությունը մի քիչ ուշադիր օգտագործեն։ Աստծո կամքն է, Աստծո թույլատրելի կամքն է, չէ, ուղղակի Աստված տեղյակ է, որ դες բան պիտի լիներ։ Դե չէ, ինքը ոչ մեկին թույլ չի տալի մեր գործես։ Ուղղակի ինքը գիտի, որ քո այդ բաները կատարվելու է։ Բայց երբ որ դու մնում ես ցանկապատի մեջ, Հոբիը ինչ էր կատարում, երբ որ ցանկապատի մեջ էր։ Պաշտպանված էր ինքը, պաշտպանված էր իր ընտանիքը, պաշտպանված էր իր ունեցվածքը։ Բերեք ասենք, որ բոլորից ուզած է սա։ Որ մենք ապահով լինենք, մեր ընտանիքը ապահով լինի, մեր ունեցվածքը ապահով լինի։ Բերեք անկեղծ ասենք, իմ ուզածը է դա, որ ես ապահով լինեմ, իմ ընտանիքը ապահով լինի, իմ ունեցվածքը ապահով լինի, պաշտպանված լինի, օրհնված լինի։ Ասма դու օրհնել ես, նրա հոտերը շատանում են, այսինքն այդ օրհնությունը գնալով մեծանում էր, ավելի ընդարձակվում էր հոտերը։ Խի, որովհետև պաշտպանության մեջ էր, որովհետև ցանկապատի մեջ էր։ Դրա համար Աստված օրհնում էր իրան, դրա համար Աստծո ներկայությունը կար իր հետ։ Հոբի վրա ես զարմանում եմ, ասում եմ այնքան ուշադրիր է երեխեքի նկատմամբ, որ ամեն մեկին կանչում էր, ամեն մեկի անունով առանձին զոհ էր անում։ Հիմնավոր պատճառ չունի, որ մեղք են գործ, ասեն մի գուցե խմել են, մի գուցե իրան սրտերի մեջ չգիտեմ ինչեր են խոսացել, ասում դուր չի եկե ամեն դեպքում մի հատ ընծայր մատուցում ամեն մեկի անունով առանձին ու ամեն մեկի համար ամեն մեկի բերում են Աստծո առաջ։ Ժողովուրդ ջան, բերեք այդ բանը կուզենամ, որ ցանկապատ դու քո կյանքի ցանկապատի մեջ մնաս։ Մնաս այն տան մեջ, մինչև առավոտ, մինչև ես երկրից կհեռանաս, մնաս Տիրոջ մեջ։ Ես ասեմ Քրիստոսի մեջ մնալ, նույնա որ Նոյի ժամանակ մնում էր տապանի մեջ։ Որովհետև մարդ կարա եկեղեցու մեջ չլինի, բայց Քրիստոսի հետ չլինի։ Բայց երբ որ մարդը Քրիստոսի մեջ է, նաև եկեղեցու մեջ է, եկեղեցու հետ է։ Երբ որ դու Քրիստոսի մեջ ես, էլ կապ չունի քո շուրջ ինչ է կատարվում, դու տապանի մեջ ես։ Ասում է Տիրոջ անունը ամուր աշտարակ արդարների համար։ Երբ որ մենք Աստծո մեջ ենք, մենք ապահով ենք։ Այս հաղորդության ծառայությունը ես ոնց մտածում եմ միակ ծառայությունն է, շատ ծառայություն կա, գիտեք եկեղեցում, բայց միակ ծառայությունն է, որ մարդուն լրջացնում է։ Չասեմ միակ որ լրջացնում է, ամենալրջացնող ծառայությունն է։ Հենց այս ծառայության ժամանակ բերեք հանգեցնենք բոլորս, հենց լսում ենք հաղորդություն, մի հատ ոնց որ մեզի կարգ ենք հրավիրում, չէ՞։ Որտեղ գիտենք, Տիրոջ մարմինն ես մոտենում, Տիրոջ արյանը, մի հատ ուզում ես վերլուծես, հասկանաս, արժի, չարժի, վիճակը ոնց է, մի հատ կարգի բերես, ներողություն խնդրես, ապաշխարես, ու հավատացեք Աստված այս ծառայություն դրել է, որ ամեն անգամ այս ծառայության միջոցով քո ցանկապատը կարկատես։ Եթե ճղված տեղի կա, կարկատես այդ ցանկապատը, որտեղ ամեն անգամ դու մոտենալով մի հատ Աստված քեզ թափեցնում է, զգաստացնում է, որ դու նորից մնաս ցանկապատի մեջ, մնաս ապահով, մնաս իրողության մեջ։ Ամեն։ Բերեք աղոթք անենք։ Խնդրեմ ամեն մեկս բերենք մեր անձերը Աստծո առաջ։ Այս ընթացքում ինչ սխալ խոսք որ բերանցը դուրս է եկել, ինչ սխալ ցանկություն որ ունեցել ես, ինչ սխալ միտք որ ունեցել ես, կամ սխալ գործ, ինչ որ կա, որ խիղճը քեզ տանջում է, հանդիմանում է, խնդրեմ որ դրա համար աղոթք բերես ու ներողություն խնդրես Աստծուց։ Փառավոր մեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Մեր Տեր, մեր Թագավոր, փառք ես։ Տեր ջան, մենք քո առջև ենք, մենք գիտենք որ դու սուրբ Աստված ես, դու կատարյալ Աստված ես, Տեր։ Եթե ամաչելու բան կա, դա միայն մեր կողմից է, Տեր։ Մեր ամոթը քոնն է, փառքը, Տեր։ Օրհնյալ մեր Աստված, ներ մեր բոլոր սխալները, Տեր։ Խնդրեմ ներ ամեն սխալ խոսք, որ դուրս է եկել մեր բերանից, Տեր։ Ներ ամեն սխալ ցանկության համար, Տեր։ Ներ ամեն սխալ մտքի համար, ամեն սխալ շարժառիթի համար, Տեր։ Ամեն սխալ գործի համար, Տեր իմ Աստված։ Սրբիր, մաքրիր մեզ քո սուրբ անունով, Տեր, եւ թող մեր ցանկապատները նորոգվեն, Տեր։
Եվ թող մեր ցանկապատները դե պատրված տեղեր կա, կարկատվեն, փակվեն Տեր իմ Աստված։ Մնանք քո մեջ Տեր, մնանք քո կամքի մեջ, մնանք տան մեջ Տեր, մինչև առավոտ, մինչև քո գալուստը Տեր իմ Աստված ջան, մինչև մեր երկրավոր կյանքի ավարտը մնանք քո մեջ Տեր, որովհետև քո մեջ է մեր ապահովությունը Տեր, եւ քո մեջ է մեր օրհնությունը։ Անունդ փառավորվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։